Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակվում է մեր եթերը եւ շարունակում ենք մնալ օրվա խորհրդի մեջ եւ էլի ունենք հրաշալի հյուր էլի ռադիոից։ Այո, ռադիոն շատ կախարդական աշխարհ է, իսկ այնտեղի հնչող ձայները, ովքեր անընդհատ խոսում են մեզ հետ, նույնպես դառնում են մեզ համար այն կերպարները, ովքեր անընդհատ օրվա մեր կարևոր մասն են կազմում։ Հենց նրանցից մեկն այսօր մեր տաղավարում է Անկա Սարիբեկյանը։ Անկա, ողջույն։ Բարի լույս։ Շնորհավոր, որովհետև իհարկե Սուրգ, ես գիտեմ, որ դու էլ ոչ միայն այսպես կիսով չափ կիսված է, հա, 50 եւ 50 տարբերակով եւ ռադիոական ես եւ TV-ական, շնորհակալություն ես, ինձ թվում է բոլորիս տոնն է, ամեն դեպքում մի անգամ գոնե կյանքում ռադիո լսած կլինենք։ Այո, իհարկե, ոչ միայն ռադիոարտորին, ռադիո լսողների տոնն է, որովհետեւ ինձ այդպես էլ կա։ Անկա, երբ սկսվեց ամեն ինչ։ Երբ առաջին անգամ ռադիո մտաք, մուտք գործեցիք 12 տարեկանում։ Եվ ինչպես անցավ առաջին եթերը։ 12 տարեկանում ամռաններ պարզապես այս ավանդական տարբերակով մայրիկները որ պահածոներ են փակում ժամանակի մանկական հեռուստաալիք կար ու տեսա կհիշեք կարծում եմ որ հայտարարություն է որ այն պատանիները ովքեր կցանկանան կարող են միանալ հանրային ռադիոյի թիմին Մայրիկիս ասի վերջ գնում ենք, ասեց, բայց հիմա ես չեմ կարող, ասի չէ, իսկ ես էլ չեմ կարող։ Գնացինք, որ պիտի բարձրանայինք, դե ոչ մեկ չէր ճանաչում, չգիտեր, լացեցի, ասեցի ես կգոռամ, պարտադիր պիտի խմբագրին կանչեք։ Մաման ասաց, այդ բառը որտեղից գիտես, այսպես ասաց։ Գնացինք, բարձացանք ու հասկացա մի գժական սիրուն տիրույթ է եւ ուղղակի սիրահարվեցի։ Հետո արդեն մանկապատանեկան խմբագրությունը ավարտելուց հետո որոշեցի, որ պիտի գնայի ռադիոկան ներկայացնելու իմ նախագիծը, չհավատացին, մտածեցին ձայնասկավառակ եմ շահել, մի խոսքով, ու սկսվեց ռադիոյի մուտքը, մի քիչ ավելի հումորով ու կամակորությամբ, բայց չէի մտածի, որ ես լավ ճահիճի բարի մի մասը կլինեմ։ Այդպես սկսվեց ռադիոյի մուտքը, բայց ռադիոն այսօր երկար տարիներ քո կյանքում է եւ նույնիսկ քեզ ստիպեց, որպեսզի մի քիչ անկեղծանաս նաեւ եւ մենք ունենք մի փոքրիկ նյութ, որտեղ Անկան հենց ռադիոյի տրամադրության մեջ է, ես առաջարկում դիտենք։ Սկզբում դա պարզապես մանկական քմահաճույք էր։ Ուշադրություն ուզող աշխարհին ինչ-որ բան ապացուցել ցանկացող մի երեխայի ձայն։ Հետո դարձավ մեծ երևալու հայտնի դառնալու մոլուցք, առանց իմանալու թե որքան մեծություն կա ալեհավաք կամ ռադիո բառի մեջ։ Մի բառ, որը ընդամենը 5 տառից կազմված է, բայց կարող է ազդարարել պատերազմ կամ բերել խաղաղության ավետիս։ Եվ դու հարց ես տալիս, ովքեր էին այդ ձայները, ինչու նրանց ներաշխարհը իսկ իրենք ոչ ոքին է։ Ինձ թվում էր նրանք միկրոֆոնե մարդիկ էին նստած մի փոքրիկ ստուդիոյում, խոսում էին եւ վերջ։ Սակայն ժամանակն անցավ, արհեստական բանականություն, սինթեզված ձայներ, թվային ալիքներ, բայց մի բան երբեք չփոխվեց։ Մարդիկ շարունակում էին փնտրել մի ձայն, իրենցը, մի ձայն, որը չէր դավաճանի։ Եվ այդ ձայնը երբեմն գալիս է ռադիոյից։ Դու կանգնում էիր պատուհանի մոտ, հենվում շքամուտքի պատին, կրանում մանկության խաղահրապարակում ու զգում, որ այդ ձայնը քեզ է պատկանում։ 1895 թվականին, երբ Մարկոնին եւ Պոպովը ուղարկում էին առաջին ռադիոազդանշանները, նրանք չէին էլ պատկերացնում, որ այդ լուր ալիքը դառնում է միլիոնավոր մարդկանց աղոթքի պես անհրաժեշտ մի բան։ Ու ինչ իմանային Պոպովն ու Մարկոնին, որ նրանք ռադիոհաղորդավարներին կվերածեն ամբուժելի հիվանդների, որ այդ մարդիկ կմտնեն մի բարի ճահիճ, որտեղ ձայնը դառնում է միակ ճշմարտությունը, իսկ լռությունը պատիժ, որ ռադիոն նրանց կտա մի ամբողջ տիեզերքի աշխատանք ու աշխատավարձ, ինչևէ, բայց երբեք նահանջելու ճանապարհ, որ նրանք երբեք չեն կարողանա բուժվել այդ կախվածությունից, որի անունն է ձայն։ Ու երբ կյանքը քեզ կշփոթեցնի, երբ աշխարհը կդառնա խուլ ու լուր, դու կրկին կփնտրես այդ ձայնը, որ ալեհավաքից դուրս գալով կասի. ես այստեղ եմ ու ես քոնն եմ։ Այդ ձայնը չի ճանաչի քո դեմքը, բայց կճանաչի հոգուդ հոգնածությունը։ Դու գլուխդ այս ու այն կողմ կշարժես, հոգոց կհանես ու կշշնջաս։ Ճիշտ է ասում։ Տանը, դրսում, տաք սենյակում, ցուրտ փողոցում, արևի տակ կամ անձրևի մեջ ռադիոն քեզ հետ է։ Ռադիոն քեզ հետ է, սա իհարկե ռադիո լսողին էր ուղղված, Անկա, իսկ ռադիոն երբ է քեզ հետ, երբ որ դու ոչ թե խոսափողի դիմաց ես, այլ պարզապես ռադիո լսող ես։
Իրականում ռադիոն ինձ հետ է, երբ որ արտերկրում եմ ու փորփրում եմ նոր ձայներ, որովհետև շատ եմ կարևորում այդ ամենը, ռադիոն ինձ հետ էր, երբ Արիզոնայի այդ այսպես Ֆենիքսի եւ Սեդոնայի քարերի արանքներում այսպես պտտվում էի ու հասկանում էի, որ ինչ որ ձայներ են ինձ պակասում ու միանգամից այսպես search արեցի ռադիո հասկանալու համար ինչ գեղեցիկ ձայն կարող էր օրինակ այստեղ պետք գալ եւ լսելի լինել։ Մի քիչ գուցե այս ամենը տարօրինակ է, նույն ռադիոականների պես։ Դե ռադիոյի ուժը ձայնի ուժն է եւ ինձ հետաքրքիր է այդ կախարդանքը ռադիոյում հատկապես որտեղ է գտնում։ Իրականում ինձ թվում է ավելի շատ երբ որ դու սիրում ես հայտնի անհայտը, այս պարագայում ավելի առեղծվածային լինել։ Ճիշտ է, այժմ տրանսլացիաներ ասվածը բավականին այսպես եկան ու TV վերածեցին, ինչի հետ առհասարակ երբեք չեմ էլ համաձայնի, քանի որ ես ինքս ունեի այդ այսպես չսիրելու լավ, հա, այսպես արվեստը, երբեք չերևալ, ճանաչված չլինել, պարզապես ես ուզում էի, որ ինձ ձայնով ճանաչեին։ Թերևս այսքան է։ Եվ քանի որ երկար է եղել ճանապարհը ռադիոյում եւ դեռ շարունակվում է, ինչ հետաքրքիր պատմություններ կան, ինտրիգներ կան, լավ հյուրեր կան, եւ հարթ, այո։ Դե հետաքրքիր այն էր սկզբից, երբ զանգահարում էի ամենահայտնի արտիստներին եւ դե չգիտեին ով էր Անին հետո վերածվեց այսպես Անկայի զանգահարում էի ասում էի բարև ձեզ ես ձեզ հրավիրում եմ իմ հաղորդաշարին եւ ամենահայտնի երգիչներից մեկը այդ ընթացքում ասաց բայց ես ձեզ չեմ ճանաչում եւ չեմ էլ պատրաստվում գալ ձեր հաղորդմանը դուք շատ մանկական ձայն ունեք ու շատ սիրուն անջատեց նորից հետ զանգահարեցի ասացի դուք մի օր իմ մասին կլսեք եւ ես կորոշեմ թե դուք կլինեք իմ հյուրը թե ոչ իհարկե այս պահի դրությամբ ամենամտերիմ ընկերներիցս մեկն է ու միշտ այսպես իրեն երեսով եմ տալիս, բայց եղել է որ երգիչներից մեկը շատ զարացրեց եւ որոշեց որ այսպես առոք ու փառոք պետք է ուշանա։ Ես իրեն շատ այլ հասցե ուղարկեցի։ Սկզբում 90.7 հաճախականությունը ներկայիս ռադիոջանը այլ հատվածում էր, այսպես Սևանի ճանապարհին էր եւ ես որոշեցի այդ երգչին եւ շատ սիրելի ու հայտնի երգչին ուղարկել ուղիղ Սևան։ Նա զանգահարեց ինձ, ասաց, որ ես հասել եմ, ասացի շատ լավ, դե կանգնեք այդտեղ, հաղորդումը հիմա կսկսվի ու անջատեցի մի շաբաթով կորեցի, հետո մի կերպ աչեցինք։ Հետաքրքիր է անկա։ Ռադիոն ինքը բնականաբար, հա, ձայնի ուժն է, ես միշտ իմ ուսանողներին ռադիոդպրոցում ասում եմ ամենակարևոր գործիքը հաղորդավարի համար դա ձայնն է եւ էմոցիաները, որովհետեւ կարևոր է որ դու քո էմոցիաներով պատկերը ստեղծես, որով պիտի ռադիո լսող արդեն պատկերացնի քո պատմությունը։ Մենք ռադիոյում դառնում ենք պատմիչներ, փորձում ենք միշտ նույնիսկ սովորական ողջունի ժամանակ պատմություն պատմել, սա շատ կարևոր է։ Այդ հրաշքը դու որտեղ ես գտնում ռադիոյի մեջ, հա, այսինքն որն է այն կետը, որը քեզ համար հենց այդ վաու Իրականում շատ վատ է, որ մենք հասակակիցներ ենք, ես շատ կցանկանայի սովորել այն դպրոցում, որտեղ որ այո ձայնի մայստրոներից մեկը շատ սիրելի Սուրենը դասավանդում է։ Իսկ ձայնի այդ վաու ասվածը իրականում ես հաճույք եմ ստանում այն նախագծերից, որոնք որ ինձ հետաքրքիր են։ Իրականում երբ իմ առաջին նախագիծը ներկայացրեցի, Անկաշոուն ինձ այսպես ասած դարձրեց ձայնի մարդ եւ հիշելի դարձրեց, շատ կարեւոր էր մի կետի գալ, հասկանալ արդյոք դու ինքդ սիրում ես, կլսեիր այդ հաղորդումը, կընկնդրեիր ցանկալի էր այդ ամենը։ Ու աչքերս այսպես փակում էի, ավելի շատ օպերատորներն ու ռեժիսորները կարող են այս ամենի մասին այսպես հասկանալ, գուցե ոչ ռադիոյի ռադիոլսողը կամ ռադիոականները մտածում են որ ես հանրապետության հրապարակում եմ ու այդ ամբողջ հրապարակը լցված է իմ ռադիո ունկնդիրներով եւ իրենք իհարկե ունկնդրում են ինձ բայց այս ամենի հետ համատեղ ինձ կրթող վարպետները այն մարդիկ ովքեր որ մշտապես այսպես ամեն կերպ փորձում էին ճիպոտել ասելով որ գեղեցիկ ձայնը ամենակարող ուժն է եւ դու այո կարող ես կառավարել ձայնը կարող է պատերազմների չէ եւ առհասարակ անգամ գլխագին ձայնի համար կարող է սահմանվել այստեղ այո այստեղ շատ կարեւոր է մասնագիտական ասել եմ եւ կասեմ հմտությունը, կրթությունը, որովհետև ինչպես մեր սիրելի Լարի Քինգն է ասել, կամ սիրեք ռադիոն, կամ հեռու մնացեք այդ ամենից գրողը տանի։ Այստեղ ֆենոմենը կայանում է այն, որ դու պիտի լինես անդավաճան։ Իսկ ռադիոն, երբ ամեն բան այսպես անջատում է, դու քո միկրոֆոնը եւ այդ լռությունը միշտ միմյանց հարց ու պատասխանի առիթ եք տալիս, ու այդ վաուն գտնում եք թե որտեղ թիրախավորել, ինչ կերպ, բայց
կհամաձայնեք երկուսդ էլ շատ սիրված եք ու անդադար եթերում եք, որ մասսա կառավարելու արվեստ ասվածը չպետք է կեղծել, որովհետև հանդիսատեսը, դիտողը, այսպես ունկնդիրը մշտապես կարող է հասկանալ եւ ուղղակի փոխել։ Ու այդտեղ դու կպարտվես վերջ։ Անկեղծություն, սա շատ կարևոր է, որովհետև ռադիո լսողը, ընդհանրապես հեռուստաընթերցողը պիտի ընկալի քեզ քո այնպեսին, ինչպեսին որ դու կաս եթերում, ռադիոյում, TV-ում, որովհետև դու դառնում ես մի մասը, ընկերը, բարեկամը։ Սա շատ կարևոր է։ Հետաքրքիր է հեշտ է ընկերների հետ աշխատել, երբ որ քեզ հյուր են գալիս, որովհետև նրանք բացի ճանաչված դեմքեր լինելուց, նաև քո ընկերներն են։ Որոշ ժամանակ, երբ պրոֆեսիոնալիզմի չափաբաժինը այսպես միջնահատվածում էր, պիտի ասեմ, որ ոչ, որովհետև այսպես փորձում ես առավելություն տալ ընկերներին, հետո որպես աշխատանք ես դիտում, այնուհետև փորձում ես տիրապետել իրավիճակին, բայց միևնույն ժամանակ իմ առաքելությունը հետևյալն է, երբեք եթերներում չինքնակայանալ մարդկանց վիրավորելով, մասնավորապես, եթե դու հյուր ես հրավիրել, մենք պետք է ավելի քան մեր արտիստներին, մեր ընկերներին բարձրացնենք, ներկայացնենք ավելի լավը, որովհետև երբ արտերկրի արտիստներն են լինում ու ասում ենք ինչքան գեղեցիկ են հաղորդավարները մեծարում, իսկ ինչու մենք այդ ամենը չանենք։ Եթե դու պրոֆեսիոնալ ես, իսկ ինչու պետք է ես այսպես գծուց լինեմ բառերիս մեջ եւ չասեմ, որ այս երկու գեղեցիկ հաղորդավարները ֆանտաստիկ են եւ դիտեք առաջին ծրագիր։ Ինչու չասել, ինչ է այդտեղից իմ կյանքից գնալու։ Միայն դրականը հետ է գալու։ Պարտադիր։ Անկա այս թվային աշխարհում, որտեղ նույնիսկ հեռուստատեսությունը երբեմն քննարկումների առիթ է դառնում, արդյոք իր տեղը զիջում է, չի զիջում, բայց մենք անդադար ապացուցում ենք, որ չի զիջում, նույնն էլ ռադիոն նույն խնդրի առաջ է կանգնում եւ անդադար ապացուցում է, որ իր տեղը չի զիջում, բայց նոր աշխարհում ինչ մարտահրավերների առաջ է կանգնում եւ ինչ կա, որ դուք կուզեիք փոխել ռադիոյում։ Ռադիո գամ վերջի հարցից, ռադիոյում կցանկանամ փոխել, որպեսզի գան միշտ նույն ձայներ, չէ, այլ նոր ձայներ այս պարագայում, կարողանանք շատ-շատերին պոկել իրենց աթոռներից եւ ասել, որ պետք է նոր սերնդի ներկայացուցիչներ գան եւ փառք Աստծուն այն մի փոքր ավելի միջին սերնդի ներկայացուցիչները, որ դասավանդում են, այդ ամենին ավելի շատ են հակվել, քան այսպես մի փոքր ավելի մեծ սերնդի ներկայացուցիչները։ Իսկ on-line տիրույթը, մարտահրավերները, երբ որ գալիս էր on-line հարթակը, ինձ մոտ էր մտավախություն կար, նորին մեծություն թատրոնի, TV եւ ռադիոյի հետ կապված, սա բավականին շատ ծեծված թեմա է իրականում, բայց արի ու տես, որ երբ որ տեսլականը մի փոքր փոփոխում ես այս պարագայում եւ փորձում ես բլոգինգի վերածել, փորձում ես on-line հարթակում եւս քեզ ճիշտ հրամցնել, կարծում եմ այստեղ ավելի օգտավետ է լինում ու փորձը ցույց տվեց նույն եվրոպական ու ամերիկյան ռադիոկաններում շատ ավելի ակտիվորեն հաղորդավարները այսպես խայպերում հայտնվեցին, հիթերում հայտնվեցին, երբ on-line տիրույթը եկավ ու շատ ավելի հայտնի դարձան ու ավելի սկսեցին գումարներ աշխատել այս պարագայում։ Կարծում եմ, եթե մենք ճիշտ օգտագործենք թե TV-ն, թե ռադիոն եւ թե տարբեր հարթակները ավելի շատ լսելի կլինեն, որովհետեւ եթե կա on-line տիրույթը աշխարհի տարբեր կետերից մեզ կարող են հետևել, չէ, iOS, Android եւ ոչ միայն, այստեղ արդեն օգտավետ է բոլոր սոցհարթակներում դու ունես քո edge-ը եւ քեզ լսում են այնտեղ, որտեղ որ իրենց շահավետ է, անգամ ժամացույցի մեջ։ Ի վերջո, եթե այդպես վերցնենք, այսօրվա դրությամբ ավելի են շատացել ռադիոկայանները, ավելի են շատացել հեռուստաալիքները, իսկ դա նշանակում է, որ ոչ թե ռադիոն ու հեռուստատեսությունը զիջեց իր տեղը ինտերնետին, այլ հակառակը, որպես գործիք օգտագործելով ավելի ընդլայնեց։ Արտահայտություն կար, չէ, հա եւ վերջ ասած ծերձին տեսնելով առաջին ավտոմեքենան։ Սա իհարկե չի վերաբերվում հեռուստատեսությանը եւ ռադիոյին, որտեղ ինտերնետը այսօր դա օգնեց մի քիչ ավելի առաջ տանելու եւ ընդլայնելու։ Ընդհանրապես այսքան բան, միևնույն ռադիոն եւ հեռուստատեսությունը պահում են իրենց բարձր արժեքը, բարձր կետը եւ իհարկե level-ը, հա, ինչպես ասում են։ Անկա ռադիոյի տոնը յուրաքանչյուրիս համար տոն է, ովքեր ռադիո աշխարհում են, որովհետեւ պարզապես ռադիոն կնդիր են, հա։ Ինչ նորություններ կա, որովհետեւ դու անհանգիստ մարդ ես, ինչպես ասում են, այն մարդկանցից չես, այն որ մի պրոյեկտով բավարարվում է եւ այդպես շարունակում է։ Այդպես չի, դու անընդհատ փնտրտուքների մեջ ես եւ ինչ որ նոր բաներ ես անում։ Ինչ ունես արժևում, որ կուրախացնի քո ռադիո լսողին։ Մի փոքր 13 տարի անց կփոխենք անկաշող ռադիո նախագիծը, հենց
հենց Անկաշոն, որը բենեֆիսային էր, որը պատմում էր երգիչների այսպես պատմությունները, կարծում եմ ինքը այսպես փոփոխվելու կարիք ունի եւ թիմով էլ հաճախ մտածում ենք նորությունների մասին ու համոզված եմ, որ ավելի մի հետաքրքիր փաստային տարբերակով կարելի է անդրադառնալ արտիստներին, մասնավորապես այն երգիչներին եւ ժանրը, որ մենք ենք ներկայացնում, բավականին սպეციფიկ է, միշտ արծարծվող, եթե երկրում որևիցե հարց էլ չլինի, մենք անպայման այդ ժանրին այսպես կփորձենք, հա, այսպես ասած, վերնագրեր տալ ու դա ավելի ինձ օգնում է, միշտ այսպես ստիմուլ է տալիս մի խոսքով կարծում եմ, որ հետաքրքիր նախագծեր ու պակաս միշտ լինելու է չպիտի դոփել նույն տեղում, նույն հարցերով, նույն հյուրերով, նույն տրամադրությամբ ու նույն դեմքով դե պիտի միշտ առաջ գնալ եւ միշտ փնտրել նորը, սա շատ կարեւոր է եւ քեզ շնորհավորում ենք եւս մեկ անգամ տոնական տրամադրությունը քեզ համար այսօր կստեղծի Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին, որով կարող է սկսել տոնը, հետո արդեն երեկոյան ավարտել այն կարմիրով, բնականաբար շարունակությունով եւ քանի որ մենք ասացինք, որ ռադիոն առաջին հերթին այն հարթակն է, որը նվիրում է էմոցիաներ, այո, խոսք, սա շատ կարեւոր է, արև բացիկ եմ ուզում քեզ եւս մեկը նվիրել, որովհետեւ այստեղ նույնպես խոսքի ու էմոցիայի կարեւորությունը շատ տեղին է երկից բառեր են այս մեկում Նունե Եսայանի մենակ ես էր ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն չեմ ուզում շատ այսպես անձնականը փորփրել բայց կարծում եմ այս խոսքերը նաև կարելի է ռադիոյին ասել սիրահարվել ռադիոյին ու միշտ մնալ արթուն հենց ռադիոյի համար սա շատ կարևոր է թող այս տրամադրությունը միշտ լինի քեզ հետ Շնորհակալություն ես ձեզ շատ սիրում եմ շնորհակալ եմ ռադիոյի զարկը եւս ապահովելու համար հեռուստատեսությունն ու ռադիոն շատ այսպես վաղեմի լավագույն ընկերներ են ու թող այս զարկերը երբեք չպակասի ու լավագույն բարի լուրերը, լավ տրամադրությունը, պոզիտիվը ու ամենակարևորը հեռուստատեսության իսկական դեմքերը թող երբեք էկրանից չպակասեն ու TV-ում ու ռադիոյում չհայտնվեն մարդիկ, ովքեր որ պարզապես անտեղյակ են, անցան եւ բարևեցին ու մտան, թող իսկական նվիրալները լինեն։ Շնորհավորում եմ ռադիոյի տոնի կապակցությամբ բոլոր ռադիոկայանների աշխատակիցներին, որովհետև բոլորի հետ իսկապես իսկական ընկերներ ենք, սրանք եթերային ֆրազեր չեն։ Ու շնորհակալություն իմ թիմի ներկայացուցիչներին, ուղղակի իմ այսպես թևերը չկտրելու եւ ինձ հնարավորություն տալու միշտ լինել եթերում։ Այդ այնքան դժվար է, իսկ դուք ավելի քան գիտեք։ Այս վարակույրներից այն կողմ այդ նյարդը բոլորս վերցնում ենք ու գիտենք եթերում ժպտալու նուրբ արվեստը ինչքան դժվար ճանապարհ ունի։ Այո, շնորհակալ ենք քեզ եւ հաջողություններ շատ ու շատ եթերներ։ Դե մենք էլ այս պահին կունենանք կարճ դադար եթերային։ Որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։